2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին գործի դրեց իր էլիտար Յաշմա ստորաբաժանումը։ Նրանց խնդիրն էր գիշերային տեսադիտարկման սարքերի և ջերմատեսիլների օգնությամբ աննկատ ներթափանցել թիկունք, կազմալուծել պաշտպանության առաջին գիծը և ճանապարհ բացել տանկային ստորաբաժանումների համար։ Պատերազմը չսկսվեց հրանոթների ձայնով, այն սկսվեց սողալով։ Թիրախում երկու հիմնական ուղղություններն էին՝ հյուսիսում Թալիշ մատաղիսը և հարավում ջրականը։ Թալիշի ուղղությամբ գտնվող 116-րդ մարտական դիրքում այդ օրերի մարտական հերթապահություն էր իրականացնում 4-րդ վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանը իր 7 հոգանոց անձնակազմի հետ։ Գիշերը ժամը 3:00-ի սահմաններում, լսելով տարօրինակ ձայներ և նկատելով որոշակի շարժ, դիրքապահները զեկուցում են հրամանատարին։ Այդ ընթացքում ադրբեջանցի հատուկ ջոկատայինները զինված ձայնախլացուցիչներով արդեն կտրել էին փշալարերի առաջին շերտը։ Ուրֆանյանը փորձառու և մեծ վճռականության տեր սպա էր և հասկանալով, որ սա ադրբեջանական դիվերսիա է, միանգամից կրակ բացեց և տագնապով բարձրացրեց անձնակազմը։ Հենց այս վճռականության և զգոնության շնորհիվ անակնկալի գործոնը տապալվեց։ Միևնույն ժամանակ հարավում ջրականի ուղղությամբ 112-րդ մարտական դիրքում կրտսեր սերժանտ Ադամ Սահակյանը նույնպես նկատեց թշնամու մոտեցող դիվերսիան։ Նա զեկուցեց վերադասին, որ հակառակորդը գալիս է մեծ ուժերով և իր 7 զինակիցների հետ մտավ մարտի մեջ մի քանի 100 հոգանոց էլիտար ստորաբաժանման դեմ։ Երբ թշնամին հասկացավ, որ անաղմուկ ներթափանցումը ձախողվել է, նրանք անցան պլան B-ին։ Ժամը 4:00-ի սահմաններում ամբողջ առաջնագիծը բառացիորեն պայթեց։ Ադրբեջանը առաջին հերթին գործի դրեց Գրադ, Սմերջ կայանքները և 120 մմ-անոց ականանետերը։ Մարտավարության մեջ սա կոչվում է կրակային պատ կամ, ինչպես խոսակցականում է ընդունված ասել, ագնիվոյ վալ։